Փաստորեն լարվածությունը սկսվեց Վաշինգտոնյան սամիթից հետո, որտեղ չնայած տարբեր կանխատեսումներին չհաջողվեց Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիևին նստեցնել մի սեղանի շուրջ։ Պատահական էր արդյոք այս համընկնումը ուրեմն սամիթից վերադառնալու, հա, եւ անմիջական ուրեմն ռազմական գործողությունների։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ սամիթի ժամանակ փաստորեն Ալիևը պնդեց այն թեզը, որը որ մինչ այդ արդեն քանիցս ասում է, հա, որ Միսկի խմբի մասին այլևս չենք խոսում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 20-ամյա վաղեմություն ունեցող ուրեմն բանաձևերի մասին եւ ըստ էության քերի այդ հանդիպումից հետո նա կրկին պնդեց իր այդ թեզը։ Հնարավոր է արդյոք Ադրբեջանը իր քաղաքականությունը կառուցի սրա շուրջ։ Պարոն Սաֆարյան։ Իհարկե պատահականություն չի կարող լինել, որովհետեւ մենք տեսնում ենք ինչ, մենք տեսնում ենք մասնակցում են ցամաքային զորքեր, օթուր, որը ուղեկցվում է դիվերսիոն ներթափանցման ուրեմն փորձերով, հատուկ նշանակության ջոկատներ եւ այլն, եւ այսպիսի ռազմական օպերացիան, որը ինչպես արդեն ասացի, համեմվել է հրետանու, հրասայլերի, ուրեմն ռազմական ավիացիայի, գիտենք ուղղաթիռներ են խոցվել, այս եւ նաեւ դիվերսիոն խմբերի միջոցով բնականաբար չէր կարող պատահականություն լինել եւ չէր կարող ուղղակի վայրկյանի տակ մտածվել։ Որը իհարկե հետաքրքիր էր, իդեպ պետք է հետևել մշտապես ադրբեջանական կողմի այդ տոմարներին, հա, որովհետեւ նրանք այսօր իրենց հանրության հիշեցրել էին, որ Քարվաճարի ճակերտների մեջ օկուպացիայի ուրեմն հերթական հոբելյանն է, բայց իհարկե անշուշտ տվյալ պարագայում դա չի եղել որոշողը եղել է անշուշտ Միացյալ Նահանգներում հանդիպումը, որին երկար ժամանակ նախապատրաստվեց Ալիևը, անգամ Հավուր Բաչաչի ընդունելության արժանանալու համար արձակեց քաղբանտարկյալներին, որպեսզի Միացյալ Նահանգները դերվատանքով խոսեն, բայց ինձ համար արդեն իսկ մտահոգիչ էր քերի Ալիև հանդիպումը, որի վերաբերյալ Reuters գործակալության տարածած լուրը ինքնին վերին աստիճանի ռիսկերի մասին էր։ Ինչի մասին էր խոսքը։ Նախ ակնհայտ էր, ինչպես լրատվամիջոցներ ասել, հանդիպումը կարելի ասել կայացել էր նկարվելու, ուրեմն այսպես ասած արարողության շրջանակներում։ Եվ դա մենք նույնիսկ տեսնում ենք ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված նկարներից, որտեղ քերին անգամ նկարներում խոսելու վիճակում էր։ Եվ այդ ընթացքում հասցրել էր մի քանի բան ասել, որ իհարկե որ ուլտիմատումի նման, որ խնդիրը վերջնական պետք է լուծում ստանա քաղաքական կարգավորման մեթոդներով, ինչպես դուք հիշեցրեցիք, Ալիևը բնականաբար հասցրել է տրտնջալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, քերին նետել է, որ ըստ էության այո, հակամարտությունները հետխորհրդային տարածքում պետք է կարգավորեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքի վրա։ Սա մի բան է, որը չէր կարող Ալիևին բավականացնել։ Հետևաբար այդպիսի մեծ սպասումներով գնալ այդ քաղաքաժողով, որտեղ չեն հիշում Ղարաբաղյան խնդրի մասին, իսկ դրանից նույնպես Ալիևը կատաղում է, ինչպես դա արեց Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ, Սիրիայի ճգնաժամի ժամանակ, նա նեղվում է, որ աշխարհի համար առաջնայնությունները այլ են եւ որևէ մեկը չի մտածում Ղարաբաղյան հակամարտության մասին։ Նա չէր կարող մտածել, որ իր պլանները հավանության չեն արժանանացության Միացյալ Նահանգներում եւ հետեւաբար անշուշտ կապ ունի։ Լավ, իսկ ձեր կարծիքով Տիկին Սետրակյան կհաջողվի Ալիևին փոխել այդ ձևաչափը։ Ի վերջո արդեն կարծես, չգիտեմ, դարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավետարան, հա, Մինսկի խումբը։ Եվ հիմա փաստորեն Ալիևը փորձում է Չէ, դե ակնհայտ էր, որ միջազգային հանրությունը ուզում է գնալ հրադադարների հաստատման ճանապարհով, այսինքն քանի որ հասկանալով շատ լավ, որ Ռուսաստանը պահում է սառեցրած կոնֆլիկտների օջախներ տարբեր տեղերում եւ այդ կոնֆլիկտների հրահրման մեխանիզմն է նրա հիմնական լծակային գործոնները, ապա փորձում էին հաստատել գոնե կայուն հրադադարներ եւ այդ կայուն հրադադարներից հետո արդեն սկսել քաղաքական կարգավորումը։ Հենց դա շատ վախեցրեց ադրբեջանական կողմին, որը հասկացավ, որ եթե միջազգային հանրությունը միջամտի այնպիսի մի խաղաղապահ ֆունկցիայով, ինչպիսին հրադադարն է կայուն, առանց որևէ այդպես սնայպերների, առանց այդ գործողությունների, ապա Ադրբեջանը ընդհանրապես արտաքին դաշտից կարտամղվի դուրս
եւ չի մասնակցի որոշ քաղաքական գործընթացների եւ ստատուս քվոն Ղարաբաղի ներկապահին կամրապնդվի։ Սրանով է պայմանավորված այսպիսի ներխուժումը, բայց կան ավելի վտանգավոր միտումներ, որ հենց նոր Ռեգնումում հաղորդումից առաջ ես նայում էի, Ռեգնումի ռուսական կայքում հոդված է հրապարակվել, ըստ որի ադրբեջանական կողմից կռվում են ԻԳԻԼ-ի, այսպես ԻԼԻՊ-ի զինվորները եւ գրած էր, որ ԻԳԻԼ Ղարաբաղի այնտեղ ինչ որ անում են, դա ընդհանրապես շատ մտահոգեցուցիչ գործոն է, որտեղ մենք հասկանում ենք, որ նման բան չի կարող լինել, բայց կիսապաշտոնական կայքի այդ տեղեկատվությունը նոր մարտահրավերներ է մեզ առաջացնում, որովհետև հնարավոր է, ասենք Ղարաբաղը կապեն տերորիստական հոսանքների հետ եւ չնայած դա կապվում է ադրբեջանական կողմի հետ, էլի դա մեզ ձեռնտու չի, դա ավելի գործուն եւ ավելի չուղղորդված միջամտության արդյունք է։ Հիմա ինչ է խնդիրը, կհաջողվի Ալիևին թե ոչ։ Աստված գիտի, ես կարող եմ ասել, որ սրա համար մենք շատ ավելի պատրաստված կլինեինք քաղաքականորեն եւ դիվանագիտորեն։ Սրա փորձը արդեն եղավ։ Դա Ռուսաստանի խաղաղարար աղավնի լինելու 2014 թվականին մենք ունեցել ենք դրա նախադեպը։ Ուղղակի այն ժամանակ, երբ որ խփվում էին Հայաստանի սահմաններին եւ հարցեր առաջանում, թե ինչ գործ ունի մի սուվերեն պետությունը մեկ այլ սուվերեն պետության հետ, այդ տակտիկան արդյունավետ չեղավ։ Հիմա տեսնում ենք, որ ու զարմանալի է, չէ՞, երբ որ Հայաստանի սահմաններին էին խփում, ՀԱՊԿ չէր արձագանքում։ Երբ որ սկսեցին Ղարաբաղում խփել, ՀԱՊԿ արձագանքեց։ Կա արդյոք այսպիսի ոչ հետևողականություն եւ տրամաբանության բացակայություն։ Այնուհետեւ կարող էր մարտը գնալ գրավյալ տարածքների շրջանում, բայց տեսնում եք Ադրբեջանը խփում է բնակեցված վայրերին, այսինքն այն վայրերին, որտեղ խաղաղ բնակչություն կա, որտեղ տուժել են երեխաներ, բոլոր այդ պարագաներում, բոլոր միջազգային ալիքներով բարձրանում է վայնասուն, ցույց են տալիս այդ երեխաներին, ես բոլոր նախադեպերը, ասենք Սիրիայի դեպքերի լուսաբանման, Իրաքի դեպքերի լուսաբանման, երկկողմանի տեղի ունենում միջազգային աղմուկ, ես այդ աղմուկը ցավոք չեմ տեսնում, ես տեսնում եմ 4 տեղեկատվություն, այսինքն խոսքս գնում է Ըստ դեռ աղմուկի ժամանակը չի եկել, դեռ տեղեկատվության ժամանակն է։ Ակնհայտորեն բան է կատարվել, երեխաներ են վիրավորվել։ Խաղաղ բնակչության երեխաներ են վիրավորվել։ Ուրիշ որևէ պատերազմական այո, պատերազմական, այսինքն պատերազմական կանոններ են խախտվել, երեխաներ են վիրավորվել։ Միայն այդ փաստի շուրջը պետք է բարձրանա զուտ հումանիտար, այսպես ասած, միջազգային հանրության առաջի դեպքը չի, չէ, որ Ադրբեջանը ոչ թե հարձակվում է զինվորների վրա, այլ հարձակվում է խաղաղ բնակչության վրա։ Սա առաջին դեպքը չի, բայց բոլոր դեպքերը դրանք տեղային, այսպես ասած, հիբրիդային տեսք ունեն։ Հիմա գնում է հեռահար ռմբահարում պլյուս ցամաքային օպերացիաներ։ Ընդ որում, քանի ժամ է արդեն տևում այդ օպերացիան։ Եթե ասում են, որ Պուտինը կոչ արեց, որ կողմերը դադարեցնեն կոնֆլիկտը, հա, ու բանը կողմերը չգիտես ինչի այնպես հանկարծակի չլսեցին, երբ որ ասում խփում են բնակեցված տարածքներին։ Եթե խնդիր կար ինչ-որ ռազմական օպերացիա անել գրավյալ տարածքների շուրջ, հարց, ինչու այդ բոլոր գործողությունները չգնացին գրավյալ տարածքների ուղղությամբ։ Ոչ, խփում են հենց խաղաղ բնակչությանը։ Սա արդեն հումանիտար աղետ է։ Սրան պետք է արձագանքել համապատասխանաբար, երբ որ Սիրիայի մի հատ գաղթական երեխան ծովում խեղդվել էր այդ գաղթական ժամանակ, միջազգային որևէ ալիք չմնաց, որ այդ տրանսլյացիան չտարավ եւ այսպես հանրության աջակցությունը չկորզեց։ Բա ուր է հիմա այդ ամբողջ միջազգային լուսաբանումը։ Ուր է այդ հումանիտար, այսպես ասում humanitarian assistance։ Գիտեք, մի բանով պիտի մեջամտեմ, մենք երբեմն իսկապես այսօրվա ընթացքում այն տպավորություններ, որ բացի տեղեկատվությունից ոչ մի բանի հետ գործ չունես, ոչ մի այլ ինչ որ կոչեր, հայտարարություններ, ինչ որ հաստատությունների, որոնք պարտավոր են արձագանքել, հա, իդեպ հակի հետ կապված համաձայն եմ շատ տարօրինակ պահվածքին, բայց հասկանում եմ նաև անկեղծ ասած ուզում եմ միգուցե նաև արդարացնել, որ այսքան քննադատությունից հետո եւ իր իմիջը այդպես ուղղակի զոհասեղան դնելուց հետո միգուցե հասկացամ, որ ուղղակի օրենքի տարկա է, այստեղ ասել միտեղ պետք է անել, բայց մի բանի մասին եմ ուզում խոսել։ Գիտեք, ինձ Վերին Աշճանի անհանգստացնում է այն, որ հերթական անգամ
դիվանագիտությունը եւ քաղաքականությունը, որոնք կոչված են կանխելու բոլոր հնարավոր ձևերով ռազմաքաղաքական վտանգի հասունացումը այս աստիճանի, այն տպավորությունն է կամ մենք չենք տեսնում այդպիսի մի տաղանդավոր աշխատանք, որ արդյունք չի տալիս, կամ ընդհանրապես այդպիսի աշխատանք չի արվում։ Մենք 2014 թվականից հետո ցավոք սրտի, ես չգիտեմ ճիշտն ասած, դասեր չքաղեցինք, չփորձեցինք այդ դաժան շրջանը դարձնել հետագայում Ադրբեջանին զսպող, Ադրբեջանի քայլերը կանխող ինչ-որ մի բան։ Եվ տեսեք, աղմուկից ենք խոսում, իսկ ով պիտի անի, ասենք, մենք անդամակցում ենք մի շարք միջազգային կազմակերպություններ, ասացեք, խնդրեմ, տեղյակ եք արդյոք, ես միայն կարդացի, որ մարդու իրավունքների պաշտպանն է ինչ-որ իր գոլեգաների հետ շփվում, բայց ես խոշոր հաշվով որևէ հրատապ հարց մտցնել, որևէ միջազգային կառույց, կներեք, ոչ 2014-ին տեսանք, ոչ էլ հիմա անշուշտ խոսում է։ Վերջո կարելի ավետագության խորհրդի Դեժմանիստը ինչքան գիտեմ գնում է արդեն, ինձ թվում է չէ, այդպիսի նախաձեռնություն չի եղել։ Հիմա տեսեք հաջորդ խնդիրը 2014 թվականին գիտեք այն տպավորությունն է որ մենք գրում ենք, մենք կարդում ենք 2014-ին մեծ հոդվածաշար ունեցա ես եւ խոճապի մասին, այ քաղաքացիական թիրախավորման մասին։ Դեռ 2014 թվականին ես գրեցի, որ շատ հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել Ադրբեջանի ստրատեգիայում, որովհետեւ եւ ինչպես այն ժամանակ էի գրել, օպերացիան կոչվում է խոճապ։ Ամբողջ նպատակը ահաբեկչությանը եւ ոչ գծային վարքագծով, այսինքն ասիմետրիկ կոնֆլիկտին բնորոշ բանով, ոչ թե թիրախի տակ վերցնել հակառակորդի կենթանի ուժը, զինուժը անմիջապես, այլ նրա քաղաքական կամքը իդեմս բնակչության, իդեմս հասարակության եւ այլն։ Բայց ես կարող եմ եթե թույլ տաք մի բան ավելացնեմ, որ ակնհայտ է, ասում ես երկար ժամանակ կոչ էի անում, որ մենք պետականաշինության պլատֆորմը դնենք, ասենք ավելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա, բայց եթե ինչ վերաբերվում է խոճապին, Հայաստանում եւ Ղարաբաղում կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, խոճապ չկա։ Ճիշտ հակառակը կա այն ինչ որ Չէ, ես դրա մասին չեմ խոսում։ Ազգային միասնության հարգելի աղջիկ, իմ ասածը նա է, Ադրբեջանի ստրատեգիան ուղղված էր հասարակության որպես կամք, բայց իմ ասածը հետևյալ համար էր, որ մենք հետևություններ չարեցինք, թե ինչ է պատրաստվում անել Ադրբեջանը։ Չեմ կարծում, իսկ ո՞ր մենք միշտ համոզված էինք։ Հնարավոր էր հետևություն արեցինք, բայց որոշ շուկայացողները պետք է եւ այդ ողբերգությունը երևի մի փոքր ժամանակ դեռ կունենանք հետևություններ անելու համար, բայց ես կարծում եմ այստեղ մի կարևոր բանի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Տեսեք, ես համոզված եմ, Ադրբեջանի կոչերը քանդել Մինսկի խումբը, տապալել Մինսկի խումբը չէին կարող լինել, եթե Մինսկի խմբի առնվազն մեկ անդամ չլիներ Ադրբեջանի հետ։ Եվ մյուս կողմից, ուրեմն Մինսկի խմբի մեջ առնվազն մեկ անդամի նույնպես ձեռնտու չէր ստատուս քվոյի պահպանումը, նույնպես ձեռնտու չէր ռազմաճակատի գծի կայունացումը, խաղաղության պահպանումը։ Եվ զարմանալի չի, որ այդ նույն անդամը Մինսկի խմբի այսօր դիմում է կողմերին, այսօր իր ՀԱՊԿ-ով է հանդես գալիս, բայց մի խոսք չկա Մինսկի խմբի մասին։ Մինսկի խմբի մասին Ռուսաստանը մոռացել է։ Ռուսաստանը այսօր խոսում է ուրեմն ՀԱՊԿ-ի մասին, խոսում է այն մասին, որ իր ՀԱՊԿ անդամի վրա ուրեմն հարձակում է եղել, խոսում է ուրեմն ԻԳԻԼ-ի մասին խոսում է նույն իր խաղաղապահի թրենդի մեջ լինելու համար, չէ՞, այն ինչ որ կար ուրեմն Սիրիայում։ Այսինքն ես ուզեմ թե չուզեմ կասկածում եմ, որ նման մի խաղաղապահ օպերացիա է պատրաստվում։ Այս ամեն ինչը ուրեմն նրա համար է, որ դե տեսնում եք, չէ, արդեն ինքնաթիռներով, արդեն, չգիտեմ, ուղղաթիռներով, տանկերով, հրթիռային, էլ չեմ ասում, որ իրենց իսկ վաճառած զենքով, իրենց իսկ վաճառած զենքով։ Ուզես թե չուզես, ուրեմն գալիս է այն վիճակը, հա, ուզես թե չուզես գալիս է այն վիճակը, որ պետք է մենք մեր ամենամոտիկ կանգնած, հա, զորքի խնդրենք գա կանգնես սահմանին։ Ես չգիտեմ, սա կարող է պատահել մի քիչ կոնսպիրոլոգիայի մեջ, չէ, ասում 2 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը պարզ ասեց Ադրբեջանը կանգնած է ռազմական ներխուժման վտանգի առաջ։
եւ ակնհայտորեն հիմա ասենք հայերի ձեռքերով այսօր խեղճացնել նույնիսկ Ադրբեջանին մի պահ, հա, ընդունենք որ այսօր անկախ կորուստների չափից եւ ողբերգականությունից այնուամենայնիվ ասենք տապալելով որոշակի նախարարցագործողություններ ադրբեջանական կողմից անձազերծված, այո, իհարկե ոչ մեկ հարց չտվեց Հայաստանում։ Հիմա դուք կոնսպիրոլոգիա չէ, ոչ մեկ հարց չտվեց, այս ինչ ասում ես դեսպանը, ինչ ներխուժման մասին է։ Շատ քիչ անալիտիկներ անդադ գրում էին, անկեղծած արդեն հոգներել եմ կրկնելուց, որ ուղղակի մի շաբաթ առաջ եմ Ստերլիգովի այդ ծիծեռնակեր, այնտեղ դա արդեն նշան է, դա արդեն այնտեղ ռուսական սապոկի ներկա լինելու ուրեմն ցանկություն է, եթե բերել են սկզբից այսպես ասած փափուկ ուժը ու կոշտ ուժը չպիտի գա։ Ակնհայտ է մի բան։ Հետևաբար Մինսկի խումբը պետք չէր։ Ակնհայտ է մի բան, որ հայերը այլևս երևի այդքան հլու կամակատար չեն եւ մանավանդ Ղարաբաղյան գործոնի հետ։ Չեմ կարծում, գիտեք ինչի, որովհետեւ մենք խոսում ենք, չէ, ինչ լուծում պետք է լինի։ Լուծումը միակն է, պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Պետք է հաստատվի ստատուս քվո եւ իսկ եղած խաղաղության պայմանագրի մեջ փոխսի չունա լինելու։ Իսկ եղած ստատուս քվոյով մենք շատ հպարտ ենք, մենք շատ ուրախ ենք։ Դրա համար այս առումով էլ մենք ենք խաղում Ռուսաստանի օգտին։ Մենք էլ չենք ուզում խաղաղության պայմանագիր։ Չէ, ես այսպես եկեք դատենք, հա, խաղաղության պայմանագիրը լինում է անվտանգության երաշխիքների դեպքում։ Միարժեքորեն։ Անվտանգության երաշխիքները պետք է մենք արդեն գիտենք, որ համաձայնագրի խաղաղապահ զորքերը Մինսկի խմբի անդամ այսպես չպետք է լինեն։ Այստեղից եզրակացություն Մինսկի խմբի ֆորմատը չի բավարարում արդեն Ռուսաստանին, նաև օրենսդրորեն, բայց այստեղ ուրիշ կա, չէ՞ որ Մինսկի խումբը բաղկացած չի մի անդամից։ Այնուամենայնիվ կան ուրիշ անդամներ, որոնց գործունեությունը տվյալ պահին, ասում, երբ որ ընթանում է հումանիտար կատաստրոֆա, ասում, նախադեպ կա, երեխաներ են վիրավորվել, եւ այդ նախադեպը արդեն շատ տեղերում, շատ ուրիշ երկրներում, առիթ է բոլոր ասում են միջազգային լրատվամիջոցներով եւ օրենսդրությամբ, երբեմն եղել է որ դա նախադեպ ա եղել, որպեսզի զորքեր մտնեն այլ տեղերի։ Դրա համար եմ ասում, որ ներկա պահին իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք բացի միակ ակտիվ ռեակցիան եղել է Ռուսաստանի կողմից ներկա պահին։ Դա փաստ է։ Դե հիմա շաբաթ կիրակի չի նշանակում, որ բոլորը գնում են հանգստի, իսկ Պուտինը այսպես մշտարթուն հսկում է սիտուացիա։ Պուտինը շատ իր հետևում է։ Հա, չէ, դա նշանակում Պուտինը խոսեց, Շոյգուն խոսեց, Լավրովը խոսեց։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նախորդ ժամանակները հավասարապես որևէ մեկը չէր խոսում այդ մասին։ Այդ խոսքը ինձ համար շատ ավելի վտանգ է ներշնչում, քան հուսադրում եմ։ Ռուսաստանի ուշադրություն դարձեք այսօր նաև հայտարարություններ են հնչել, որ Ռուսաստանը պատրաստ է պարտավոր է հանդես գալ միջնորդական առաքելությամբ, կրկին չեն խոսում Մինսկի խմբի մասին։ Հենց Ռուսաստանը սկսեց հետաքրքրվել եւ ակտիվ խոսել նույն ձևով Սիրիայի մասին, կոչ անելով Սիրիայում խաղաղության, հետևից զորքերը մտան Սիրիա։ Հետո կարող են եւ դուրս գալ, բայց դա կապ չունի արդեն, այսինքն արդեն հաստատվում է մի այնպիսի իրավիճակ, որը իրապես մեզ համար կարող է պրոբլեմատիկ լինել։ Այստեղ խնդիրը հետեւյալի մեջ է, իսկ մենք ինչ արեցինք Մինսկի խումբը պահելու կամ ամրապնդելու։ Իհարկե շատ բան կախված էր Ադրբեջանից, բայց տեսեք, ով եւ ինչպես սանձեց Ադրբեջանի այս լեկտի պահվածքը, ով դրեց, երբ դրվեց միայն Որլիկը հայ մի քանի փորձագետների սատարումով եւ ողբերգությունը նա է որ այս առումով բացի մուննատ գալը ինչի չեք հասցեական խոսում եւ այլն կարեւոր է իհարկե ես էլ եմ ուզում որպես հայաստանցի հայաստանի քաղաքացի տեսնել որ ով սխալ է նրան ասում են սխալ են բայց գիտեք այս միայն այդ պահերին հիշել Մինսկի խումբը չհասկանալ որ կոնֆլիկտի վրա էապես ազդող երկու պետություններ մնում են վերինաշտանի անշահագրգիռ Մինսկի խմբի գործունեությամբ, մեկը Ռուսաստանը, մյուսը Թուրքիան, ըստ որում տեսնելով որ ակնհայտ փորձեր են կատարվում Գերմանիային ներքաշելու պատրվակի ներքո ուրեմն բերել Թուրքիային այդ ֆորմատ, Անուշ արդեն խոսեց Ռուսաստանը բացարձակապես ոչինչ չի ստանում Մինսկի խմբի պարագայում։ Եվ մենք արձագանք եւ ստացել ենք նաեւ Իրանից, որտեղ Իրանն էլ է որոշակի խաղաղության այսպես կոչերով հանդես։ Գիտեք, ցավը նա է, որ Կլաուզևիցը մի լավ խոսք ունի, ասում է քաղաքականությունը պատերազմի շարունակությունն է բարձրապես այլ մեթոդներով։ Ես մի փոքր պիտի ինձ թույլ տամ վերախմբագրել, եթե մենք արդեն կանգնում ենք պատերազմի շեմին, այդ նշանակում է քաղաքականություն չունենք։
կամ այդ քաղաքականություն դիվանագիտությունը ուղղակի կներեք գնահատականի անգամ արժանի չէ, որովհետև բանակի վրա ամեն ինչ հույս թողնել 18 տարեկան տղաների վրա, կներեք, սա արդեն անլրջության է եւ գիտեք, երբ որ մենք խոսում ենք շատ կարեւոր թեմա բարձրացրեցինք, կամ եթե ստատուս քվոն ուզում ենք պահենք, ուրեմն պիտի տասնապատիկ ուժեղ լինենք Ադրբեջանից, որ Ադրբեջանի մտքի ծայրով անգամ չանցնի, որ մեզ կարող է հաղթել եւ մեր սահմաններին մոտ գալ։ Եթե մոտ է եկել, նշանակում է ինքը հույս ունի, որ կհաղթի։ Իսկ եթե մենք ուզում ենք կարգավորել, կներեք այդ դեպքում էլ պիտի տեսնես նախաձեռնողական ակտիվ քաղաքականություն։ Ամեն ինչը գնում էր այդ քաղաքականությունը ներկա Այսինքն եկեք sense քայլ առ քայլ նայենք, էլի։ Զենքը վաճառվեց, երբ որ ահազանգեցինք, որ զենքը վաճառվում է, ասին դա ուղղակի բան ասում է բիզնես։ Հետո ասացինք, որ Եվրոասամբլեայում խնդիր կա այդ քվեարկության հետ, որովհետև դա նշանակում է, չէ՞ որ մեր դիվանագիտությունը պարտվում է, եթե ասենք Սարսանգի ջրամբարի Թեկուզ հենց այդտեղ, եթե ըստ որի Ադրբեջանը պիտի նստեր մեղադրյալ Սարսանգի ջրամբարը ծնվեց եւ որ այդտեղ պարտությունը Եվ երբ որ մենք ահազանգում ենք այդ պարտությունների մասին, պարզվում է, որ սխալ ահազանգներ են, դա պանիկա է, դա խուճապ է։ Հիմա մենք կանգնել ենք այն փաստի առաջ, ասում եմ, որ Հայաստանը արագ արձագանքման միջոցառումների համակարգ պետք է հաստատի եւ այդ առաջին միջոցառումը դա տեղեկատվականն է։ Այսինքն հիմա Հայաստանից եւ Ղարաբաղից ուղղակի ցավալի է, որ արդեն չի, այո, դա պետք է տեղեկատվական հեղեղ լինի հիմա բոլոր միջազգային ատյաններում, բոլոր ալիքներով, բոլոր տեղերով, մենք պետք է հիմա ուղղակի թմբկահարենք այն, որտեղ մարդիկ թմբկահարում են այն, ինչ որ չի կատարվում, մենք պետք է չէ խոսենք այն մասին, ինչ որ կատարվում է, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այստեղ 3 պոզիտիվ բան կա, առաջի հերթին մենք հասկացանք թե ինչ խաղեր են կատարվում քաղաքականության մեջ ռազմական ոլորտում եւ ինչքան արագ դրանք կարող են զարգանալ։ Դա առաջին թեման է։ Երկրորդ մենք հասկացանք, որ այնուամենայնիվ մենք ունենք ազգային կոնսոլիդացիա եւ խոսել նրա մասին, որ մենք բաժանված ենք ակնհայտ է իմ հեռախոսը այս ամբողջ օրը ուղակի րոպե մեկ զնգացել է տարբեր քաղաքական համոզմունքների տարբեր քաղաքական նույնիսկ ասենք այն մարդիկ, որոնք համարում են իրենց համարում են հակառակորդ, չգիտեմ ինչ, հեռախոսը ուղակի այսպես պայթում է։ Եվ երրորդը դա ակնհայտ է, որ մենք ինֆորմացիոն պատերազմը տանուլ ենք տալիս։ Մենք ինֆորմացիոն պատերազմը տանուլ ենք տալիս եւ դա բանը երևաց նաեւ այստեղ, ասում եմ, կատարված փաստը կարող է դառնալ ինֆորմացիոն։ Ես ճիշտ ասած այդքան մի փոքր պիտի չհամաձայնեմ վերջի պահին, բայց դա կներեք մխիթարություն չի եւ դա հաղթանակ չի բերի, որովհետեւ ադրբեջանցիներն էլ իրենց այնքան վատ պահեցին, որովհետեւ միջև օրվա կեսը եւ ավելին նրանք էլ ոչինչ չէին տալիս, բայց ես համաձայն եմ, ես գիտեմ դուք ինչ եք ասում, խորապես համաձայն եմ, բայց միայն դա չի, որ ելքը որոշելու։ Ես նկատի ունեմ, բայց որոշակի երկրորդ կեսից հետո Ստեփան, ես արդեն Ես արդեն տեղեկատվությունը իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կայքերից է ստանում։ Այդ խնդիրներ կա։ Բայց իրենք փաստորեն խոստովանել են, հետո ջնջել են այդ տեղեկատվությունը, որ իրենք են սկսել Ես մի փոքր առաջ ասեմ, Հակենզում ուրեմն շատ հայտնի մի ուրեմն այսպես ասած համանատարներից մեկն էր խոսել, ով 92 թվականին մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի գործողություններին, երբ 40%-ից ավելին գրավվեց եւ նա նույնպես բառացիորեն սկսել էր արդարացնել ադրբեջանական բանակի ունեցած ավելի մեծ կորուստները, դա սեփական հասարակությանը ներկայացնելով դե իհարկե հարձակվող կողմը միշտ ավելի շատ զոհեր է տալիս, քան պաշտպանվող կողմը։ Եվ Բայց դա էլ է ինֆորմացիոն, չէ՞ կրվում։ Իհարկե։ Եվ սրան էլ գումարած իհարկե ազգային կոնսոլիդացիան ինձ էլ անկեղծ ասած այս պահին թերևս ամենալուսավոր բաներից մեկը դա էր եւ բառացիորեն երևի մի 10 րոպե առաջ զանգ ստացա Տավուշի հենց սահմանամերձ հատվածներից մանկությանս ընկերները գիտեք ինչ էին հետաքրքրվում, ասում են ոնց է այդտեղ վիճակը, դե ասում են զգացվում է որ ընդհանուր լարված է եւ այլն ինչ որ ստանդարտ վիճակ չի, բայց միայն մի բան ասում է Արցախում մենք ուրեմն գյուղեր չենք զիջել, ինքը մարդկանց թվում էր թե հերավոր Տավուշում առավելապես իրենց մասին պիտի մտածեին, բայց մարդիկ հրաշալի հասկանում են
մեր անվտանգության ամբողջ սպեկտրը, Ղարաբաղ, պլյուս Հայաստանի Հանրապետություն եւ սա լավ բան է, պարզապես այսպիսի ռեսուրսի վրա այսպիսի քաղաքականություն վարելը կներեք անթույլատրելի է։ Իհարկե, դա մարդկային ռեսուրսն է։ Մի հատ լուսավոր նոտայով վերջացնեմ, իմ շատ լավ, այսպես շատ սիրված ընկերուներից մեկի տատիկը սահմանի վրա ուրեմն զանգում է թորան, ասում է Բելգիա չգնաք, այնտեղ վտանգավոր է։ Ղարաբաղի սահմանի վրա եւ դա երևի ամենալուսավոր բանն է, որ մենք ունենք հիմա։ Հույս ունեմ իհարկե արագ կավարտվեն այս ռազմական գործողությունները եւ կավարտվեն մեր համար ոչ մեծ դիվանագիտական բարդության գնով։